Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, ով սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ Տերը հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ փոխանցելու, մեզ կրթելու, դաստիարակելու, ինչպես Պողոս առաքյալն ասում Տիմոթեոսին, որ Աստծո խոսքը ունակ այլ է, բոլոր գիրքը Աստծո շունչն է, որը օգտակար է սովորեցնելուց հետո հանդիմանելու, կրթելու, դաստիարակելու, որպեսզի Աստծո մարդը լինի բարի, սուրբ ու կատարյալ, ամեն բարի գործերի պատրաստված։ Սա է մեր հավաքվելու նպատակը, որ օր-օրի հասկանանք ոնց կարանք Հիսուսի նման սուրբ լինենք, օր-օրի աստվածավախությունը շատանա մեր մեջ, օր-օրի թողենք սուտը, պղծությունը, հին մարդու պես քայլելը, նոր մարդու պես քայլենք, որ է Հիսուս Քրիստոսն, ամեն։ Ան որ կսե անոր մեջ կբնակվի, այնպես պիտի քայլե, ինչպես անիկա քայլեց։ Երբ աղանդավորների հետ խոսում ենք այս թեմաներ, ասում են, բայց ոնց մարդը չի կարող, ոնց մարդը կարա մեղք չգործի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, դու համոզված ես, որ անպայման մարդը կարա մեղք գործի, որտեղ դևերը հզոր են։ Բայց հարիտ է, որ սուրբ մարդիկ էլ համոզված են, որ Աստված կարա իրականից այդ մարդու միջոցով ընես գործի, որ մարդը բացարձակ մեղքի մասին մտածելու ժամանակ չունեն, ամեն։ Ինչու դու դևերին այդքան մեծարում ես, որ դևերն ավելի հզոր են, որ քեզի մեղքով գերել են, բայց Քրիստոսը զորություն չունի, որ քեզ սրբությունով գերի։ Այդ ով է քեզ համոզե, որ մեղքն ավելի հզոր է, քան սրբությունը։ Դևերն ավելի հզոր են, քան Հիսուս Քրիստոսը։ Քո գործերով դա ես դու գործնականում ասում, որ դևերը ու մեղսագործ սատանան ավելի հզոր է, որ ինձ կապել է։ Քան թե Քրիստոսը, որ սրբության թագավորն է, գալիս է ու սուրբերին է կապում, ամեն։ Ես հավատում եմ, որ միլիոնապատիկ ավելի հզոր է Հիսուս Քրիստոսը իր սուրբ օրենքներով, քան թե դևերը իր սպիղծ օրենքներով։ Բայց Հռոմեացիների թուղթն ասում է, ումը որ ընծայվես, նրան գերի կդառնաս։ Թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմինների վրա, որ նրա ստրուկը լինեք։ Մեղքը, սատանան իմ բնությունը, հապա թող Տեր Հիսուսը թագավորի, որ նրա սուրբ ցանկություններին ազանդվելով նրա սուրբ գերիները լինեք, ծառաները լինեք, խոնար որդիները լինեք, ամեն։ Ինչքան աղանդավորներ կա զրուցում եմ այս թեմաների մասին, բայց դու իմի սուրբ ես։ Եթե մեկը սուրբ է, ալինքը չկա, ամեն։ Մեղսագործը մեռել է, Քրիստոսն է ամեն բանի մեջ։ Ու միշտ հիշեք են երկու մանուկները, որ մեկը բնությամբ մեղավոր էր գործերով սուրբ, դա Ադամից ծնվածն է։ Բնությամբ ինքը մեղսագործ է, Ադամի սերունդ։ Բայց գործերով այդ մեկ օրական երեխեն ոչինչ չի արել, աչք ունի, չի տեսնում, ականջունի բան չի լսե, անգամ իր մտքի մեջ մեղք չկա։ Գործերով սուրբ է։ Բայց երբ սա քիչվե, կաթիկ ուտի, աճի, մեծանա, մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ, բանակ, շրջապատ մեղսագործ, գործնական իր հոր նման մեղսագործ կդառնա, ամեն։ Նույնը հոգևոր մանուկը բնությամբ սուրբ է, գործերով արդեն անձագործ։ Ծնվել է, բայց նույն այլանդակն ալը, նորեկ է։ Եվ նա ճշմարիտ սնունդ ստանալով, հոգևոր մանկապարտեզ անցնի, հոգեբարձուներից դաստիարակվի, սուրբ մարդկանց հետ շփվի, մեծանա, չափահաս դառնա։ Այդ բնության Տիրոջ Հիսուս Քրիստոսի բուն կոպիան կդառնա, ամեն։ Ուրեմն Ադամի մեջ եղածը չի կարա մեղք չգործի։ Քրիստոսի մեջ եղածը չի կարա սուրբ կյանք չապրի, ամեն։ Հիմի պիտի քննենք դու ում մեջն ես, ով է քո մեջ աշխատում, ով է քո տեղը գործում, ով է քեզ ղեկավարում, Մեսիայականը, սատանան թե Քրիստոսը, վերջ պտուղները հետ են ցույց տալիս։ Չի ծառը պտուղից է ճանաչվում, ամեն։ Քրիստոսի ծառը չի կարա չար պտուղ տա։ Սատանայի ծառն էլ չի կարա բարի պտուղ տա։ Կարդում եք ծառը եւ իր պտուղը։ Դրա համար այսօր քարոզը մի 3 համար եմ վերցրել մանրակրկիտ, որ ձեր կույր աչքերը բացվի, որ դուք հասկանաք, եթե դուք խապում եք ստի օր զավակ եք, եթե դու մեղք եք գործում, մեղքի ու սատանայի ծառա եք, Հովանու 8:34 ընթերցեք։ Հովանու 8:44 ան որ սուտ կխոսի, բուն իրեններից կխոսի,
որովհետև նա ստախոս է և ստախոսների հայր։ Սմա դու սուտ լեզվիս մի նայիս, յուրտս մաքուրա, անխելք, սրտից տա բխեետի հենց այդ ստության ոգու գործերը, որ դու սուտ ես խուսում ու չես էլ խղճարվում։ Ոնց մտածեմ, որ քոներսը տիրոջ հոգին է ու սուտ խոսեց։ Տիրոջ հոգին է ու կնոջը նայեցի ցանկացար։ Տիրոջ հոգին է ու դատում բամբասում ես, որ դու չես էլ խղճարվում։ Խշբտանքդ խանձված է, ամեն, դու դեպի ոգին ունես, արդեն տիրոջ հոգին տրտն է հեռացել է քեզանից։ Ասում խրատվիր Երուսաղեմ, որ իմ հոգին քեզանից չհեռանա ավիտյան։ Եվ քեզ ավերակ երկիր չշինեմ անբնակ, ամեն։ Ինչպես այսօրվա աղանդավորներն են դառը ավերակ։ Ուրեմն Հիսուսին նայենք, մեր հավատքի համ առաջնորդին, համ էլ կատարողին, մեր մեջ այդ կյանքն ապրողին պարզ չի խոսում, համ քո առաջից գնաց է քո ճանապարհային քարտեզն ա գծե, ետքասպական չա կամ քո միջից ապրեմ ու քեզ սովորեցնեմ, քո միջոցով խոսեմ, քայլեմ ու գործեմ, միայն ես փառավորվեմ, ամեն։ Իսկ եթե դու ապրես, դու միայն մեղսալի կյանք կապրես։ Եթե դու ապրես, դու կփառավորվես։ Դրա համար Տերը չհավատակ, որ ձեզ թողի, ձեր անձի ուժով մեկին դարձի բերեք, ձեր անձի ուժով մեկին փոխեք։ Պողոսը հիշում եք ինչ էր ասում նորեկ ժամանակ։ Ինչ ես ուզում անեմ ես, Հիսուս։ Սամտի Դամասկոս թաղեմ եսի կտնდեք հեկոսեն ինչ պիտի անես, որ պիտի մեռնես ես քո համար անեմ, ամեն։ Այս գաղափարը մանուկ քրիստոնյաների, շեղված աղանդավորների համար անընդունելի է։ Ոնց ես մեռնեմ Քրիստոսն ապրի, բա իմ փառքը, բա իմ գովեստը, բա իմ մեծարվելը ուր մնաց։ Ոնց ընձ ասեն դու դիակ ես, այո դիակ, մոխրացած դիակ, ոչնչություն, վիժված ոչնչություն ես դու։ Քո հինը հետա, հենց հնիտ գործերը պատմելով, հնիտ արարքները պատմելով, խայտարակելով նրան, հնից ազատվում ես։ Հինը պաշտպանելով, հնին սիրելով, հնի հետևից գնալով ու հնին երկրպագելով նրան սնում զորացնում ես և նա միշտ հաղթում է քեզի, ամեն։ Դրա համար եթե ձեր հին մարդը մեղք է գործե, մի մեղքի վրա նորից մեղք գործեք, ասեք կներեք իրոք չհասկացա ոնց էլ ավ, ամեն, ներեք ասեն որ սուտ ասի։ Այն մարդ ներեք որ բամբասել է, մոխմիր ես Արման ջան, բամբասել եմ քեզ։ Ներա իրար հետ աղոտ կանենք, որ էլ չանեմ, չջոկի ոնց ստացվավ։ Սա մեծություն է, հոգևոր բարձունքների ես տիրանում, բայց դու քեզ պաշտպանելով, ստիդ վրեն սուտ բերելով, բամբասանքը արդարացնելով, ավելի ես ապականվում, հինդ սնվում է, զորանում է ու միշտ էլ քե հաղթում է։ Որտև դու հնի պաշտպանն ես, հնի զորացրողն ես, հնի փաստաբանն ես, ամեն հինը սիրողն ես, քո մեջ Քրիստոս չկա, նա հեռացել է արդեն, ով իր հինը սիրում է, իր եսը սիրում է, մեծարում է, Տերը նրա հետ գործ չունի, ով իր հինը անառակի պես տարածում է, որ սրա նման այլանդակը չի տվել երկիրը, պատմում է ինչ անմաքուր զզվելի գործեր է ունեցել ու հլա ունի, որտև ոչման մեջ է պիտի հասունանա, որ լրիվ մոխրանա, նա զորանում է հոգու մեջ և հաղթում է Ադամին, ու դառնում է ոչ թե ինքը, ապա Քրիստոս։ Ուրեմն Պողոս առաքյալը նորեկ ժամանակ ասում էր, ինչ ես ուզում անեմ ես, նույնը Պետրոս էր ասում, թեպետ այս ամենքը ուրանամ, բայց ոչ ես, բայց երբ հասունում է, ամաչում է այդ անառակի անունը տա ու Պողոս ասում է կներեք եսիս անունը հիշելու համար, այդ անառակին բերանիս առնելու համար, ու միշտ ասում էր ոչ ես, ապա Աստծո շնորհքը, ամեն, ես անառակի վրա հույս չդնեք։ Նույնը սուրբ կյանք ապրելու մեջ, ասում է ոչ թե ես, ապա Քրիստոսը, ինչ խղճալի մարդ եմ ես։ Վերջում ինչ ասեց ասուն ժամանակ, ով կարա ինձ համար մի բան անի, և ինձ ազատի է սրեշի ճիրաններից, գոհություն Աստծուն, ասավ Հիսուս Քրիստոսն արել արդեն, միայն հասունանալով, թաղվելով, ոչնչանալով տիրացի։ Հիմի թաղվում ես, թե թաղում ես, գովում ես, թե անարգվում ես։ Ասում մենք անարգյալներ, դուք փառավորյալներ, մենք մահացողներ, դուք ապրողներ, չէ։
Մինչև հիմա կծարավինք էլ, կանոթանանք էլ, կանարվենք էլ, բայց դուք փառավորվում եք, մեծարվում եք, գովվում եւ ծափահարվում եք բեմելներուց։ Այս տեսակ մարդուն, որ դու ասես սատկած ես, դու գոյություն չունես, ի՞նչ կանի, խեղդիկ ես։ Ես մի օր ասեցի, իմ նման կեղտն ու տապկան քեզ գյուղում չի տղե, այդպես չկա մի մարդ, որին ըզնի շատ ստոլին, մի հատ խարիսմատ հավատացյալ էր։ Հայախբերասավ դու քեզ ինչ ես ցածրցնում։ Սավ տեսել է, որ դու քեզ ես ցածրցնում, ինքը վատ ազգում։ Բա որ իրան նիմի անարգ ես իշ կլինի։ Կա երկու մոտով խեղդիկ ես։ Ինչպես են ամբիոնի մոտից իջնող քրիստոնյան ասում է, իրան ասավ իմ նման կեղտ զզվելի ստորը չի էլ է, հիշտելուս մի նորի քլնում է ժողովրդի դեմ ասում է եղբայր մի խոսքով տականք ես էլի, ծախորժակով էլ ասում է, այդ եղբայրը գալում է խոստովանության ասում է քիչ էր մնում, բայց ինքը ինձ ավելի թույլ բաներ ասավ ցածրից, քան թե ես ինձ վարքաբեկում էի բեմի վրա ամբիոնի մոտ։ Սմանալ լիներ երկու մոտով կխեղդեի, որ ինքը ժողովրդի դեմ ինձ տականք ասավ։ Բայց ես էլ անառակ էի ասում, գող էի ասում, ուրեմն նա բնազդով քարոզալս է էլ է կրկնում է։ Ինքը չի ընդունում, որ ինքը այդ անառակ ստախոս չարագործն է, որ ընդունա ամեն մի սայթակման համար ներողություն կխնդրի եւ կազատագրվի, ամեն։ Ուրեմն Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Համ առաջնորդն է, համ էլ քո մեջ է այդ կյանքը ապրողն ու կատարողն է։ Հիսուսն է կյանքը, ճշմարտ ու ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, չէ՞։ Հիսուսն է ճանապարհը, ճշմարիտ սրբությունը եւ հավիտենական կյանքը։ Եթե քայլես այդ ճանապարհով ապրես Քրիստոսի ապրած կյանքը Տերովը, դու հավիտենական կյանքը նվեր ես ստանում, ամեն։ Բայց եթե դու չես Քրիստոսն ապրում, միայն Քրիստոսը կարող է այդ ճանապարհը անցնի։ Միայն Քրիստոսը կարանների, հավեց սիրի, համբերի, ալ ոչ թե դու, տականք, հապա Քրիստոս, ամեն։ Հիշի, որ դու ամենաստոր զզվելին ես, քեզի մենակ պիտի թքեն, անարգեն, վիավորեն, քո լկստված խոսելու, քո անմիտ խոսելու, քո ստերի պղծության այլանդակության համար։ Քո նման մեղավորների գլուխ աշխարհը չի տվել, այսպես բոլորդ ընդունեք, որ ամենապիղծ մեղավորների գլուխն եք, որ ուրախանակ երբ անարգեն, որ ցնծակ երբ ձեզ թաղեն, որ Քրիստոսը զորանա եւ հաղթի դևին, ամեն։ Ուրեմն Եբրայեցիների 12:1-2 քարոզի բնաբանը հենց այդտեղ է գրած։ Գաղատացիս 2-րդ գլուխ 19-21 Ալ ոչ թե ես ապա Քրիստոս, եսի գիտես ինչքան խորը քարոզ է։ Եվ Հռոմեացիների 7:13-24 բացատրում է, ինչի համար եմ եսի գրե, որ դու այս համարը ընդգրկե, որ դու հասկանաս ոչ մեղքի կյանքն ես դու ապրում, ոչ էլ սուրբ կյանքը։ Եթե մեղքեր ես գործում, ուրեմն մեջը դևն է ապրում, դևն է թագավորում, մեղքի թագավոր սատանան, դրա համար ես դու դևի հիմար ստության պտուղ տալիս։ Չի կարա քո մեջ արդար Աստված լինի ու դու սուտ խոսես, ամեն, չի ստասվի, քո ստի ստանոկը փճացել է, ամեն։ Ստի ստանոկին ղեկավար կա, եթե ստանոկը կա, ղեկավարը չկա, էլի չի աշխատի։ Բայց երբ համ ստանոկը կա, համ ստի հայրը կա, ուժեղ ստեր ես արտադրում։ Շնանում ես, համ ստանոկը կա բնությունը, համ արտադրողը կա։ Եթե արտադրողը մնաս բնությունը դմեռնի, էլի չի գործի մեղքը։ Եթե ստանոկը կա, արտադրողը չկա, էլի չի գործվի այդ մեղքը։ Իսկ մեղավորի մեջ համ կա իմ բնությունը մեղքի ստանոկը, համ մեղքի ղեկավար սատանան, ամեն։ Նույնը, եթե քո նոր մարդը չլինի, Հիսուսը գա քո կողքը, քո մեջ չի կա Աստված, զզվում է քո միջից արդեն։ Էլ չեմ կարած, մեղսագործի մոտ Հիսուսը չի գա, մտավ տաճարից զզվեց հեռացավ։ Բայց խոսքի ստանոկը չկա, Հիսուսը կա, դու չես կարա սուրբ կյանք ապրի, որտեղ սուրբ բնությունը չունես, մեքենան չունես։ Եթե մեքենան ունես, բայց օգտագործողը չկա, չես կարա աշխատցնի, ամեն։ Ուրեմն համ տաճարը պիտի սուրբ լինի, պատրաստ լինի մեքենան, համ ղեկավարը գա, որ սրբություն արտադրի, ամեն։ Նույնը համ պիտի տաճարը մեղքի պատրաստ լինի, համ ստի հայրը գա, որ դու սուտ արտադրես։ Դրա համար ով սուտ է խոսում ստի հայրը, ստի հոր զավակն է, ստի հայրն է թագավորում ընդ է։
Ով մեղքա գործում ըստ Հովանու 8:34-ի մեղքի եւ սատանայի ծառայ ամեն։ Հենց ստեղ էր որ ասում էր Աստծո սնվածը, Աստված իր մեջ ունեցողը, հասունցածը չի կարա մեղք գործի։ Աստված իր մեջ կրողը, Տիրոջ ամեն բանից առավել սիրողը չի կարա խափի, չի կարա բամբասի, չի կարա բարկանա ու մեղսալի բարեր անի։ Այս Սուրբ Հոգու աղբյուրից որտեղ Տերն է թագավորում, չի կարա երկու տեսակի ջուր բխի, ամեն։ Բայց դեպի աղբյուրից կբխի կեղծավոր բարություն եւ այլասերվածություն։ Են կեղծավոր կեղծ բարին էլի չարա, շողոքորթով լեզույա։ Բայց Տիրոջ տաճարի չի կարա շողոքորթություն լինի, նա մի գույնի ջուրա տալիս քեզ։ Մի համի ջուրա տալիս, հասկացաք։ Ուրեմն հիմա ընթերցում եմ Եբրայեցիների 12-ի 1-2-ը, որ հասկանաք ով պիտի լինի քու ղեկավարը, ով պիտի լինի, որ դու ում համար արտադրանք տաս։ Հիսուս Քրիստոս Սուրբը պիտի գա ծնվի, հինը հանելով, նորը հագցնելով մեծանա չափահաս դառնա քո մեջ, նոր քո միջից չափահասի գործեր արտադրի, ամեն, ուրիշ ձև չկա, ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ պարգև վերենա գալիս քո մեջ, լուսո հորից եւ նրա մեջ բացարձակապես փոփոխություն ու դառնալու շուկ չկա, ամեն, ամեն բարի բանը անկե, անով եւ անոր փառքի համար պիտի լա։ Ամեն բարի բանը անկե է բխում Հիսուս Քրիստոսից։ Անով է կատարվում քո մեջ, եթե ծնվե մեծացելա։ Եվ նրա փառքը պիտի բարձրանա երկինք, ամեն։ Դե հիմա լսեք, ուսի մենք արեցի ամենակարևոր բանն է աղանն ու տաղանդը ստից է բաժանվում։ Աղան քրիստոնյա աղանդավորությունները եւ քրիստոնյա ճշմարիտ միակ փրկարարավատքը այս խաշվերուկից են բաժանվում։ Կրոնավոր քրիստոնյաներն ուզում են իրանք ապրեն սուրբ կյանք, որ իրանք փառավորվեն։ Քրիստոս ասում է թաղեմ ձեր եսը, դու պետք է մեռնեք ես ապրեմ, որ միայն ես փառավորվեմ ձեր շուրթերով, ձեր գործերով։ Համաձայն եք, ես ասել քրիստոնյաներն ասում են չէ, մեզի պետք չէ կապրել, մենք կապրենք, մենք կփառավորվենք։ Իրական քրիստոնյաներն ասում են այո, մենք տականք ենք, փառավորելու բան չունենք, իրավունք էլ չունենք դրա մասին մտածենք, ամեն, որտեղ մեր կույր աչքերը բացված է, դրա համար ասում է ովքեր հին ուխտի մովսիսականությունով են շարժվում։ Քողը քաշած է իրանց, պղծված սրտի վրա, չեն տեսնում, երբ Տիրոջն են դառնում, քողը վերանում, ամեն, տեսնում են ոչ թե իրանք սուրբ են, այլասերված, իրանց տմանը չի տվել երկիրը։ Այդ դրա համար էր Պողոսը իրական աչքերը բացվելուց հետո մեր մեղավորների գլուխ եմ իմ նման տականքին ոնց ես ները։ Բայց Աստծո շնորհքը շատ եղավ իմ վրա, ներման շնորհքը, պարգևներ շնորհելու շնորհքը, ամեն, որտեղ ինչքան մարդն իրեն մեղավոր է ճանաչում, Աստված իրան զուգում զարդարում է։ Ինչքան մարդ է ձևական չէ մեղավոր, իրական մեղավոր։ Որ ասում է Տերես նման տականք զզվելին ոնց ես ընտրել։ Իսկ ով ինչքան իրեն արդարացնում է, այնքան զզվելի ու նողկալի է Աստծո առաջին։ Աստված այնքան հեռանում եւ զզվում է նրանից, ամեն։ Դե պաշտպանեք ձեզի ու Քրիստոսին հեռացրեք ձեզնից։ Ես զզվեմ ինձանից, թող Քրիստոսը օրորի գա ու ինձի հագնի, ամեն։ Եվ ինքը դառնա իմ կյանքի տերն ու տնօրենը, ինքը լա ամեն բանի մեջ։ Ուրեմն երբ մեկ ասում ես սուրբ եմ Հիսուսով ասուն եմ, էլ հինը չկա։ Մեղսալին չկա, իսկ որ չկա նա չի կարա իրեն պաշտպանի։ Նա ամեն դատը թողում է Տիրոջը, ամեն պաշտպանությունը տալում է իր դատապաշտպանին, ամեն դատ ասում է Տերը թողանի, ամեն հայր ողորմիր սրած կույրեն չեն ասկնում։ Բայց մանուկը տեսկանի չի անի, մանուկը վերջի չիկով կուսի պայքարի իրեն անարգողի մազերը փիտրի, ամեն, դի մանուկն է, իսկ հասունը կուզի ամեն ջանքով պայքարի, որ իր ձայն անգամ իր ելևեջը չփոխի, այդ հալածողի, այդ խախտում արող, այո, քո իրավունքը պետք է ոտքի տակ տան, ամեն, որ դու մեռել ես պետք է դատը թողես Տիրոջը, պարզ է։ Հիմա տեսեք ուսի մենք հալ,
որ այսչափ վկաներու բազմությամբ շրջապատված են հրեշտակային գնդերը մեր հագուկապի մասին էթում պատմում ասում եմ պրարեխը երկարը կարճը ծրա ասում եմ այդ շարը թափանցիկա բոքսը գնա փոխի տկիս չխոլ կարա ինչի համար որտեղ հրեշտակը մի գնում ամքեզից է բամբասում ամսնից ամեն եթե դու մեղ ես գործում ես տեսնում եմ չեմ անդիմանում քեզ ուրեմն համ դու ես անցագործ համ հովիվ է Իսկ ես հանդիման եմ դու չընդունես արդեն անցագործը դու ես պարզա շորը հագնելուց դու չեք նայում ուրեմն քո հագնելու քո խոսելու քո մտածելու քո արարքների բոլոր բաները գործերը գնում եւ պատմում են երկնքում հիշում եք հոբի պատմությունը Սմերի մոբծառայի նմանը չկա երկրի վրա ով էր պատմել հեշտավներին էթում պատմում հիմա դե ասում եմ ուսի մենք որ աշխապ վկաներու բազմությամբ շրջապատված են նույնը ժողովող 5-ի 3-ից 6 ասում տիրոջ պատգամավորի առաջին մի շտապի լեզվով ու սխալ բառեր մի խոսի ամեն այսքան բազմությամբ շրջապատված ենք ամեն ծանրությունն իշնա մեր գրպանի քարերը ոչ որ դու մեղք ես գործել ու չես խոստովանվում սուտ ես խոսել ու չես խոստովանվում այլանդակ բաներ ես անում տալդատեղերում աշխարհիկ բաներ ես անում աշխարհիկով ուրախանում ես հոգևոր երաժշտության տեղը աշխարհիկն ես դնում հոգևորը խոսելու տեղը աշխարհիկն ես պատմում ավետարան քարոզելու տեղը բամբասում ես չարանում ես սա ծանրություն է ուրեմն ամեն ծանրություն մեր վրային մեկդի ձգենք եւ մեզ դիվրավ պաշարող մեղքը մեղքի բնությունը մոխրացնենք որտեղ անարգանքի հալածանքի գերեզմանոցում ըստուց հետո նոր կարած դու Հիսուսի նման դառնալուց խոսես ամեն նորից իշի ինչ պետք է անես ամեն ծանրություն մեղքեր գործած որ ծանրացել է քո վրեն մեկդիցը քեզ դիվրա պաշարող մեղքի բնությունը ողջակեզ անես ողջակեզի սեղանի վրա նորընդուց հետո կմտնես սրբարան ետքը սրբության սրբարան ամեն ողջակեզի սեղան ջրի լվացարան ավազան սրբարան նոր սրբության սրբարան ամեն ստանք սա հերթականություն է քանի քո եսեին բնությունը կա դու Հիսուսի նման դառնալ չես կարող քանի քո ինտերնա թակավոր դու միայն կարտադրես մեղք ուզես էլ չես կրնա որտեղ Աստվածային կյանք ընթերցենք Ռոմեացիների 8-ում դու չունես ոնց տաս չես էլ կրնա տաս որովհետև Աստվածային կյանք չունես ամեն որ կյանքը չունես կյանքի պտուղը կունենաս քեքը տվա թե ունես բայց այ մարդ կտեսես չես կարում ներես չես կարում չստես չես կարում պարկեշ թաքնես ամեն սիրում ես ենի քեզ բացել որտեղ քո մեջ կրկոտ սատանան է բնակվում ամեն ուզում ես սրբերի այդ սուրբ երևաս բայց մեկ էլ որ աշխարհիկ ես տեսնում աշխարհը քոնն ամեն ու երկում ես աշխարհը մերնա այդպես էլ երկում են ու ցկցկում են այդ երկի տակ հավատացյալ կոչվածներ աշխարհը մերնա բը երկինքը ումնա ամեն հիմա տեսեք ուրեմն ամեն ծանրություն մեր վրային մեկդի ձգենք աստու մեջ մեծ քանակության մեղքեր մտնում ինչը գրքին ակառակը ծանրություն է գործերս մնացել ավազիտ զանգի կիսվի աղոտ կանենք թո թեթևն ամեն ու մեզ դիվրավ պաշարող մեղքը հին բնությունն էլ մոխրացնենք ողջակեզի սեղանի վրա ու դրանից հետո համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի այդ խաչի ընթացքը ու վերջում ինչ ասում Հիսուսին նայենք արդեն չկա մեղքերը չկա բնություն արդեն Հիսուսն է Հիսուսը ոնց կմտածեր Հիսուսը ոնց կհագներ Հիսուսը ոնց կխոսեր ոնց կպատասխաներ ոնց կվարվեր կամ պետք է սատանայի նման հին տիրոջ նման վարվենք կամ Հիսուսի կամ պետք է սատանայի նման ստենք կամ ճիշտը խոսենք Հիսուսի նման կամ պետք է սատանայի նման բարկանանք կամ Հիսուսի նման չբարկանանք ես խոնար լռենք աղոթենք ամեն կամ սատանայի նման պետք է հիստերիկանանք կամ Հիսուսի նման ասենք հայր ներիր քանզի կույրեն չեն ասկրում ամեն բարդ բանա սատանայի պես կամ պետք է գողանաս կամ չգողանաս Հիսուսի պես սատանայի պես կամ պետք է պոռնկանաս ու շնանաս կամ չշնանաս թե աչքերով թե մարմնով թե հոգով թե սրտով ամեն
Բարդ բան եմ ասում։ Ես ասում եմ այն բաները, ինչի Հիսուսով ապրում եմ, ամեն, ինչի մեջ ելել եմ հին Տիրոջը ժամանակ։ Հին ստրուկ լինելու, սատանայի կարասի եղած ժամանակ, որ ամենաայլանդակն էի։ Եվ հիմա ինչ էլ կամ դրա մասին եմ խոսում, որ հարցրողին պատասխան տամ, ճամփեն ցույց տամ, թե ոնց կարա ազատվի։ Ես չեմ խոսում Պողոսից, Պետրոսից, դրանց օրինակ եմ բերում։ Բայց իմ նման այլանդակի, որ Աստված փոխել է, քել կփոխի, արի ճանապարհը ցույց տամ։ Հարին ընկերներս թոպատմեն ինչ ստոր արարած մարդասպաներ է շեմել է։ Եվ հարի հիմա թե այդպես մարդ տփում եմ ու հայոյում եմ։ Ծխում եմ ու խմում եմ։ Նարկոտիկ ծխում եմ։ Թեկուզ փորձել եմ, բայց չեմ սիրել ժամանակ։ Դե արի ու տես, Նաթանայել։ Չէ ասում, չի կարա մարդը սուրբ կյանք ապրի։ Հնչի քո դևերն ավելի հզոր են, քան թե Քրիստոսը, ողբան վրետ։ Իմ Հիսուսը ամենահզորն է, հազարապատիկ հզորա սատանայից, միլիարդապատիկ։ Արի ցույց տամ, որ քեզից այլանդակ եմ, էլ հիմա քեզից սուրբ եմ։ Պողոսի նման, Պետրոսի նման, ալ ոչ թե սապա Քրիստոս, ամեն։ Արի ձևերը ցույց տամ, աճելու վրա է, հասուննալու վրա է։ Դու մերը ծնվել ես ու մեռել ես։ Մացել ես գաջաջ, լիլիպուտ։ Ես ծնվել եմ ու նորմալ դասիրակություն եմ ստացել, նորմալ հոգեբարձու եմ ունեցել, Սուրբ Ոգին էլ իմ հոգեբարձուն, բայց մեր հոտում արդեն հոգեբարձին Հիսուսով ես եմ, ամեն։ Այդ ճամփեն անցկացնելով մարդկաց կյանքը փոխում է, եթե չփոխում ենք, եկեղեցուց դուրս պիտի անենք նրան, ամեն, դա մնալու բան չունի, կամ պիտի ապաշխարի, կամ դուրս գա, ինչպես շատերին հանե ու կտրել ենք։ Ուրեմն Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին եւ մեր հավատքի այդ կյանքը կատարողին ու ապրողին, ով է։ Հիսուս Քրիստոսն է, ալ ոչ թե ես, կկարդամ գաղափարները։ Ալ ոչ թե ես, ապա Քրիստոս, լավ իշի։ Եթե ասում եմ ես Հիսուսի նման եմ, ես Հիսուսով սուրբ եմ, էլ ես չկամ, էլ Ադամը չկա, Քրիստոս թե ամեն բանի մեջ։ Ամեն։ Բարդ բան է էսի հասկանալը։ Եվ մեղսալի դևերը Հիսուսին տենալով փախտում են, չեն կարում մոտիկանալ, որ միտք տան անգամ։ Որտեղ Քրիստոսն է ինձ երեք, Քրիստոսը որ հակնի վերի զորությունով զգեստավորի, դևերը սարսափած կփախչեն, ամեն, սա է մկրտության զորությունը, որ հինը անես ու Քրիստոս ակնես, հիմա Քրիստոսի մեջ աճե մեծացերա, ինձ որ տանի մտցնի Քրիստոսի մեջ, դու պատկերացրեք միլիոնապատիկ զորության տարբերությունա լինելու, եթե հիմա եմ ես կատարյալ, բայց այն ժամանակ ինչ եմ լինել, Սուրբ ամբիծ և անարատ, ամեն, Փառավորվի Քրիստոսը, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև ուրախության համար, որ առջև կեցած ուրախության համար խաչը հանձնարավ։ Հիմա դու խաչ անարգանքն ես հանձնառնում Մովսեսի նման։ Ասում է Եգիպտոսի փառքերը անտեսեց, Աստծո ժողովրդի հետ անարգվելն ու չարչարվել ընտրելով, ամեն։ Մերժեց փարավոնի աղջկա որդի կոչվելը։ Ավելի աղեկ հարստություն համարեց Քրիստոսի նախատինքը այս Հիսուսանման դառնալու ճամփեն, քան թե Եգիպտոսի գանձերն ու փառքերը։ Դու ի՞նչն ես նախընտրում։ $1 տնես, հավետ Աստվածաշունչը կվառես։ Քոսեսեն ինձ Աստվածաշունչ պետք չէ տարեք սատանա։ Իսկ դու Աստվածաշունչը ամեն բանից թանկ պետք է գնահատես։ Այդ $100 դոլարը մերում կվերանա։ Բայց Աստվածաշնչյան գանձերը Հավիտյանս Հավիտենից քո մոտ կմնա, ամեն։ Փողել կտա, դիրքել կտա, գործել կտա, ընտանիքել կտա, ամեն ինչ կտա։ Իսկ այդ ժամանակավոր փողը այսօր կա ու վաղը չկա, ամեն։ Դրա համար ասում ամեն չարիքի արմատ արծաթասիրությունն է։ Եվ ցավոք սրտի այսօր շատ հավատացյալներ արծաթասեր են, մամոնան տենում են հաշկները կողնում։ Դրա համար մի օր զրկվում են մամոնայից իրանք, ամեն, իսկ ով մամոնան օգտագործում է թրիկի տեղ ասո փառքն է բարձրացնում, իր ընտանիքի մեջ սրբությունն է մեծացնում, ամեն այդ փող շատ բան անում, ամեն, կամ երեխին փող ես տալում, վազում գիրք է կարդում, հա թո մանուկա տես կարդա, կարևորը թո կարդա, հետո քիչ կասունանա անփող կկարդա, ամեն, սես դու մանուկին շավեր գրում ես պաշտամունքի մեջ գրքի մեջ, հետո ասում ասում այդ փողն իմ ինչին է պետք, ես ծրի եմ ուզում կարդամ, ամեն, իմ ներքին կյանքը սնելու և բավարարելու համար, ամեն,
Հիսուսին նայենք մեր առաջնորդին, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, էսի կարևոր թեմայա, համ մեր հավատքի առաջնորդն է, համ մեր մեջ այդ կյանքը ապրողն ու կատարողն է, որ իր առջև կեցած ուրախության համար խաչը հանձնառավ, ամոթն ու անարգանքը, ամոթը առամարեց եւ Աստծոյ աթոռի աջ կողմը նստավ։ Դու կարաս Հիսուսի սիրո խաթեր ամոթն առամարես, խաչը հանձնառնես, ամոթն առավարես, որ գնաս Աստծո աթոռի աջ կողմը կանգնես։ Նույն ճամփեն պետք է իսնես, նույն Հիսուսը պետք է անի։ Հիսուսը մի կյանք ապրե երկրի վրա եւ ճանապարհային քարտեզագծե, որ դու դրան հետևես։ Ամեն։ Կհետևես, հոր մոտ կգնաս, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ ավիրենական կյանք։ Չի ասում մի քանիսն են։ Ես իմ նման պիտի լինես։ Նա եկավ քո նման դառավ, որ քո նման մեղավորներին իր նման դարձնի, հոր նման դարձնի, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը հայրը չի տեսնի։ Իսկ առանց աստվածային սրբության, եթե մեկը հայրը չի տեսնի, քննենք, բա ոնց ապրենք այդ աստվածային կյանքը։ Եվ Տերն ասում է, առանց իմ ներկայության այդ աստվածային կյանքը չի ստացվի, ամեն։ Համ ես պիտի ներկայանամ, համ էլ քեզ թաղեմ լրիվ, մոխրացնեմ, բացարձակ չհիշես ազգդ, չհիշես կյանքդ, քո ամբարտավան լկտիությամբ չպարծենաս, միշտ ինձանով պարծենաս, համաձայն ես, կգամ, չես տեսություն քեզ։ Մի մտածեք եք, որ Պողոս այդ գամաղելի ոտքը սովորելով հինքվարիտներ չի որոնե, համ փառավորվի, համ Աստծո կամքը կատարի։ Վերջում տեսավ, որ ինչ իրեն շահը պետք է լիովին աղբամարի, ամեն։ Չես կարա համ քո փառքը փնտրես, համ Քրիստոսին, չես կարա համ ծառայես մամոնային, համ Աստծուն, չես կարա համ քո կինը հաճեցնես, համ Աստծուն, չի ստացվի։ Չես կարա երկու տիրոջ ծառայես, վերջ։ Պետք է կանգնես Աստծո կողքին, ով Քրիստոսին ներնա կմիանա քե, կինդ կլնի, զավակդ կլնի, ով սատանայինն է հեռու պետք է մնա, ամեն։ Եթե ոչ իրար խանգարելու եք, Դավիթ ինչ ասում, մեկդի գնացեք ինձ մե, ով անօրինություն գործողները։ Սաղմոս 6, որտեղ Տեր իմ լալու, իմ աղաչանքի ձայնը լսեց, ամեն, թե չեք կարդում այդ համարները։ Ասում է իմաստուն թագավորը ամբարիշտերին կավաքի եւ սայլի անիվը վրաները կքշի։ Կապ չունի կինը տա, զավակը տա, չխնայես, սրի քաշի, եթե չի ենթարկվում, որ նրա տեղը դու մեղ չկրես, իսկ եթե նրա իմանա ինքը սրի է քաշվելու, ինքը հասնելու է քո կողմը, ամեն, քո աղոթների շնորհիվ, քո աղոթները քո կնոջը քո զավակին դարձի կբերեն, բայց մեկը տենում է, որ իրա կողակից է կամ իրա որդին աշխարհիկ, ասում է, ես էլ աշխարհիկ եմ անգարց իրար չներկացնենք, ոչ, դու մնա լույսի կողքին, ուզա չուզա մի օր զավակը դուստրը դարսը փեսատ սաղ մի ժամանակ ինձ հալածի չէին, ենա մորքուրս, քյարիքս, բարեկամներս, հիմա ոնց անցան իմ կողքին, կես անցան, կեսնել ավանություն են տալիս, դա քո քննությունն է, ամեն բանից առավել կսիրես քո Աստծուն, կսիրես ուրեմն ես բոլորի սիրտը կթեքեմ դեպի քո կողմը, Երեմիա եթե պատվականը մաքրես անարգիցը, իմ բերանի պես կլինես, նրանք կպատերազմեն քեզ հետ, բայց չեն կարա աղթի, նրանք կդառնան դեպի քեզ, բայց դու դեպի նրանց չես դառնա, ամեն, հետի ես կարդում եմ, դու չեք կարդում, ես կապ տարբերակ չկա, չի դառնա Աստված իր այդ քարդ ու գլխին, բայց դու մնա փրկության տապանում, դե որ որդիս չմնում, ես մնամ ինչ անեմ, դե որ իմ այրը կամ իմ կինը չի մնում, ես մնում եմ ինչ անեմ, ոչ, դու որ մնաս քո սիրո կարոտից ետ գա տապան, ամեն, դու որ ասես վերջ կամ տապան ես գալու կամ ես քո հետ կապ չունեմ, միգուցե փրկվի քո սիրո խաթեր, ամեն, որը Աստվածը տվեց երկնային սերը։ Հասկանում եք, հիմա տեսեք գաղատացիներում ինչ ասում, հեսօր էսի ընթերցում եմ, որ ձեր կույր աչքերը բացվի, հույս չդնեք ձեր վրա, հույս չդնեք ձեր հովիվների վրա, որ հովիտ հավատքով դու կփրկվես, հովիտ խրատները ընդունելով, կատարելով կփրկվես։ Հույս չդնեք ձեր այրերի վրա, կիներ կամ այրեր կիների վրա, որ սրբույներ են, որ իմ կնոջ հավատքով ես կփրկվեմ, կամ իմ հայրը հովիվ է, քուրն ասա ես Կարենի հավատքով կփրկվեմ, ոչ, Կարենի անդիմանություններով, Կարենի տված խրատներով դու եթե կյանք ապրես կփրկվես, եթե չապրար դու ամենադաժան դատաստանին ես արժանանալ, ամեն, որ ամեն օր քեզ ասել են ու դու քո եսի կսիրելով
լարվածությանն ու անխաղաղությանը տեղ տալով, հեզությունն ու խաղաղությունը ատելով գնացել է սատանայի ետևից։ Հին տիրոջն ես ծառայե, հին տիրոջ հետ ես շնացե, դու տիրոջ հոգին չես էլ ունեցե, ամեն։ Հիմա տեսեք, վասնզի ես օրենքով մեռա օրենքին, որ Աստծո է կենդանի ըլլամ, Աստծո օրենքը կատարվի իմ մեջ, մեղքի, հոգու կյանքի, շնորհքի օրենքն եկավ, որ քեզ զատի մեղքի կյանքի, գործերի, պարծանքի, եսասիրության օրենքից, պահավոր ապրեսի նուխտում էտի էր, արդ Հիսուս Քրիստոսի կյանքի հոգի օրենքը, Սուրբ Հոգու օրենքը, ինձ ազատեց մեղք և մահ բերող եսի փառավորման օրենքից, ամեն, ես սուրբ եմ, ես ընտիր եմ, ես լավ քարոզիչ եմ, ինձի տեղ չեն տալում, այդ թաղեմ եսի կտ, որ դու լեկ ես ճանաչում, անխել, դու մոտ կորոզ լավ քարոզիչ ես, քո աչքին ես դու ռետորային քարոզիչ, որ մեկ քիչ արագ ես քարոզում, գիտում ես լավ քարոզիչ ես, բայց դու քարոզներին բանուկ չես, մարդուն մեղքի տիղմից հանելու ճամփեն չգիտես, ո՞նց ես լավ քարոզիչ, լավ քարոզիչը նա է, որ Եգիպտոսից Քանան է տեղափոխում մոտ, ամեն, հահա լավ քարոզիչ, բայց որ դու Եգիպտոսի տիղմի մեջ լողում ես, Քանանի տեղն էլ չգիտես, անապատում ինչեր պտի պոտահի չգիտես, դու ո՞նց ես լավ քարոզիչ, կարևորը անգիր օրած կորենից օրակ կրկնում եմ, հա, ճիշտ ես, լավ քսերոքսի ապարատ կլինես, դու լավ քսերոքսի քարոզիչ ես, էլի ապարատ, լսածը տպում ես, լսածը տարածում ես, բայց կյանք չես ապրում, եթե դու չապրես այդ կյանքը, քո քարոզված ժողովուրդը այդ քո կյանքը չեն ապրի, ամեն, այն սուրբ կյանքը չեն ապրի, ինչը որ դու չունես, մենակ լսել ես, քարոզիչի մակարդակը հոգևոր ինչ որ է, իրականում գործնականում, հոտի մակարդակը դրանից էլ մեծ ցածր կլինի, ամեն, ինչ հովիվն այն կլինի հոտը, հիմի հովիվ անգիր օրած քարոզը լսե, քարոզը, այդ քարոզը, որ կրկնում է, խնդում են հոտի ժողովուրդը, այ ախպեջոս, դու ապրին որ մեծ քարոզ է, բայց եթե հովիվն ապրում է այդ կյանքը չեն խնդում, վախենում են, ասում են ամեն, էլ մեր հովիվն ինչ ա դառե, մեր հովիկին ինչ ա դառե, ուրեմն հույս կա, ուրեմն կա մարդը, որ կարա Քրիստոսը նման սուրբ դառնա, ինչպես մարդասպան Պողոս, ամեն, նմանվեք ինձի, ինչպես ես նմանվեցա Քրիստոսին, ամեն, նա Աստված չի խաբե, Հիսուսը ոնց կարող խաբեր, ասել ձեր երկնային որպես պիտի կատարյալ ելնեք, Պետրոսը Սուրբ Հոգի ունեցող օծված եպիսկոպոսն ասում է, ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ Սուրբ եղեք, ձեր բոլոր վարմունքների մեջ, տանը, մեքենայի մեջ, Աստված տեսնում է դու ինչ ես խոսում ու անում, գործընկերային հարաբերության մեջ, եկեղեցում, տանը, աշխարհիկների հետ ինչ ես անում, դու վկայում ես Հիսուսի մասին, հնգերներ ունես, որ մի անգամ չեն լսե Հիսուսի մասին, հնգերուհիներ ունես, որ դու չես էլ պատմում, ամաչում ես այդ անբարոյականների խոսքի աշխարհիկների դեմ Հիսուսի մասին խոսես, բայց ոչ չի ամաչի քո նման անբարոյականին երկինք տանի, բա դու արժանի ես ընդե գնալու, իսկ դու որ ամենքին պատմես ու քո օրհնված սիրալի ընտանիքով էլ բարի վարք անուշոտ ցույց տաս եւ քո ընտանիքի սիրո հեղեղները ամենտեղ տարածվեն, այ դու իրոք Հիսուսի հետ կլինես, ամեն, ու դու պարծենաս ոչ թե քո եսով, ապա իմ Տեր Հիսուս Քրիստոսով ասես ինչ տվել է սերը, հավատարմությունը, Հիսուսի տված նվերն է, մեքենան, տունը, ոչինչ չենք ունեցել, ու քո անցյալը միշտ հիշես ու պարծենաս նորով, ով չի ուզում անցյալը հիշի, նա հպարտ է, չի ուզում հիշի աղբանոցից հարու խորթելուց, անաստագոմի կվերը թափելուց, ուրա բեր է, բաքսի, տաքսի, ճիշտ է, որ չփառավորի Հիսուսին ու կողից լսողն էլ շնորհակալ չլինի ու գայիք Տեր խորան, ուրեմն Քրիստոսի հետ խաչը ելա, մեր հինը մեռերը հավատակ թե չէ, ալ կենթանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենթանի իմ մեջ ես, բա որ դու կենթանի չես, այ անառակն չես բարի մեջ աննդ հիշում, բարի մեջ ասա ոչ թե ես, ապա Քրիստոս, ես կեղտին մի վերագրեք, ես անառակին մի վերագրեք, ենի սատկելա, արեք անցյալս պատմեմ կփախնեք ինձանից, դրա համար Քրիստոսի հետ խաչ ելալ, ոչ թե ես եմ, սա Քրիստոսն է, ներում, սիրում, բժշկում եւ ձեր առաքինություն ցույց տալիս ձեզ, ամեն, որ դուք տեսնեք, գաք փարվեք Հիսուսին, ձեր նման անառակներն էլ փոխվեն առաքինի դառնան,
Ձեր տանանես կքանդվի, օրհնություն գա, ընտանեկան կռիվները վերանա, սերն ու խաղաղությունը թագավորի, ամեն։ Որտեղ ես կա, այնտեղ խաղաղություն չկա։ Կինը հարցնում է ամուսնուն, գտար է հավատացյալի տան խաղաղության գաղտնիքը։ Ասում են դե բոլորը մեղավորներ են, իսկ մեր տանը բոլորս արդարներ։ Չէ՞։ Ես ասել, ես արդար եմ, ես ինչ եմ որ, ես թաղեմ քեզ։ Դա ամեն բանում քեզի մեղավոր ճանաչի, այլդ քե ավելի կսի։ Ամեն բանում դու պետք է մեղավոր լինես։ Հետո եսը չկա էլ։ Ասում եմ հարևանի տան կռվի մեջ անգամ մեղավոր քեզի պետք է մեղ գտնես, որ դու վեշերով մտարտուն հարևանի կինը գնաց կպավ իր որդուն կողմ ամուսնուն, ամեն։ Ուրեմն Քրիստոսի հետ խաչը ելալ կենթանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենթանի է իմ մեջս։ Բայց ես ուշադիր այդ է, որ այս կյանքը ապրում եմ, բայց ես, որ հիմա մարմնի մեջ կապրեմ, պարզ ասկցեք էտի ես չեմ։ Աստոյ որդու հավատքով եմ ապրում, հավատքով Քրիստոսն է իմ մեջ ապրում։ Եվ ինքն է ներում, սիրում, բժշկում, մարգարեանում, որպեսզի բայց ես հիմա որ մարմնովս կապրեմ, Աստծոյ որդի հավատքով կապրեմ, որ զիս սիրեց ու իրանց հիմար մատնեց, հինս խաչեց, որ ինքն ապրի, տեղ բասվի իր համար, ամեն, քանի քո եսը կա, տեղ չկա Հիսուսի համար, քանի կրոնավոր մկրտիչը չգլխատվավ, Հիսուսը չսկսեց գործել, ամեն, գնացեք տեսեք, Հովհաննեսը հին ուխտի անձով գործող վերջի քարոզիչներ, մարգարեն, նրան գլխատեցին, նար Քրիստոսը ազատությունը ստացավ։ Քանի քո կրոնավոր եսը գործում է, Քրիստոսը քո մեջ ազատություն չի ունենա, ամեն։ Հա, մի անջունի վրա կանգնած կլինի կամ կնայի, թե երբ ես հրաժարվելու քո եսից ու տեղ տալու Քրիստոսին։ Բայց ես, որ հիմա մարմնովս կապրեմ, Աստծոյ որդի հավատքով կապրիմ, որ զիս սիրեց ու իր անձը ինձի համար մատնեց։ Մատնեց ինչի մար, որ էլ եմ ասում, քեզ թաղի ինքը գա քո մեջ ապրի առության կյանքը։ Ես Աստծոյ շնորհքը չեմ խափանել, ասած եթե արդարությունը օրենք են, եսի պործանքի օրենք են, պահավոր ապրես, Մովսեսի օրենք են լար։ Ուրեմն Քրիստոսը պարապ տեղն է մեր, ամեն։ Բայց ինուխտը ոչ մեկը կատարյալ չի էլ է, դրա համար ոչ մեկին ամայր Աստծո որդի չի անվան։ Իսկ նոր ուխտում բոլոր Աստծո որդի դառնալ իշխանություն են ստանում ու դառնում են Աստծո որդի, ամեն, եթե իհարկե ապաշխան։ Եվ վերջինը Հռոմեացիների 7-րդ գլուխ, տառապանքի գլուխն է, 13-ից 24, ես ինչ եմ ընթերցում ժողովուրդ, որ դու տեսնեք, մեղքի կյանքն էլ մարդը ինքը չի ապրում, արդար սուրբ կյանքն էլ ինքը չի ապրում, մեղքի կյանքն ապրում է հին մարդը սատանա, նոր կյանքը ապրում է Քրիստոսը ու Սուրբ Հոգին։ Ուրեմն եթե մեղքի բնությունը մոտդ է, Սուրբ Հոգին քեզ չի մերձենա։ Եթե Սուրբ Հոգին է քո մոտ, հին բնությունը քեզ չի մերձենա, չի գործի, փչացած է, մոխրացած է, ամեն։ Ուրեմն կամ Քրիստոսը պետք է գործի, կամ դևը, հին անձը, Ադամը, սատանայի դաշնակիցը, համաձայն է։ Ուրեմն Ադամով դու մի փորձի Սուրբ Հոգու գործանես, չի ստացվի։ Եվ Սուրբ Հոգով լեցված մի փորձի, որ մեղ գործես, անգամ մեղքի մասին չես կարա մտածի, որտեղ չի թողի Սուրբ Հոգի։ Ամեն։ Հիշեք, այս քարոզը կարևոր է, լսեք, Ադամի մեջ եղածը չի կարա մեղ չգործի։ Սուրբ Հոգով լեցված հասունցածն էլ չի կարա սուրբ կյանք չապրի։ Ամեն։ Որտև ապրողը ինքը չի, Սուրբ Հոգին չի թողա դու մեղքի մասին պարապ մնաս, որ մտածես։ Եվ Ադամն էլ չի թողա, որ դու բոլորի կծարաբեռնա հոգսերով, կրքերով, աճույքներով, որ սրբության մասին չմտածես։ Հիշեք մեղքի բնության խորհրդապատկերը փարավոնն էր։ Ասավ այնքան ծանրաբեռնեք մարմնավոր գործերով, որ Աստծո մասին մտածելը մոռնան։ Ամեն։ Սուրբ Հոգին քեզ այնքան կծանրաբեռնի Սուրբ Հոգու սուրբ գործերով, որ դու մեղքի մասին մտածելը կմոռնաս։ Ամեն։ Եթե պարապ մացիր Դավիթի նման մեղքի ես գնալ։ Վերջի մասը։ Ուրեմն ես այնքան եմ իմա ծամում դնում բերաններդ, որ դու չեք կարա չհավատաք, որ իրականից եթե մարդը լուրջ նվիրվի ծնվի մեծանա, կարա Հիսուսի նման սուրբ լինի։
Իսկ եթե մարդը ծնվի մեռնի կամ գաջաջ մնա չաճի, չի կարա մեղ չգործի, ամենից պարզ բան է բը։ Պետք մարդը ծնվի մեռերա։ Ծնվի հիվանդացե չի աճում, պետք է հասունանա, որ իր բնության տերը դառնա։ Ադամից ծնվածը թեկուզ գործերով սուրբ է, բայց բնության մեղավոր։ Եթե չմեծանա գործերով մեղսագործ կդառնա, չի դառնա։ Այդտենց հիվանդ կմնա, կույր, խուլ չէ։ Չի մեծանում այդ երեխեն, մի ամսը կանա չի մեծանում։ Նա չի կարա գործնական մեղավոր դառնա։ Բայց եթե լավ սնվի, լավ մեծանա, լավ հոգեբարձուների, մեղսագործ հոգեբարձուների, ձեռի տակով աստի չի դառնա, կդառնա հորից էլ լավ մեղավոր կդառնա։ Սա է խնդիրը, ծնվել ես, մեծանում ես, թե մեռել ես, թե գաջաժ նստել ես, բերանից փխսվելու վիճակում ես։ Հիմա ընթերցում եմ 7:13-ից, ուրեմն բարին ինձի մա եղավ, քավլիցի, հապա մեղքի իմ մեջ մահ գործեց, այդ բնությունն արավ, ես չէի ուզում։ Մեղքը իմ մեջ մահ գործեց այն բանի միջոցով, որ բարի էր, օրենքն ասում էր մի շնացի, ես էլ ուզեցի շնանամ, հակառակն է լավ, ավելի շնացա, ամեն, որտեղ ես անձով ուզեցի չշնանամ, որպեսզի մեղքի մեր հին բնության իսկական բնույթն հայտնվի պատվիրանքով մեղքի շիտակ մեղ կլալը հաստատվի, որ մեր մեջ բարի բան չկա, միայն մեղք ու պղծություն, որ մեր հին այլասերված է, ամեն, բայց մեզի խաբելա թե բարի է, ու մեզի համոզելա, որ իրան մեծարենք, փառավորենք, ամեն, բայց տեսնում ենք մեր մեջ բարի բան չկա, ամեն, վասնզի գիտենք, թե օրենքը հոգևոր է, օրենքը սուրբ է, բայց ես մարմնավոր լինելով եմ, մարմնավոր եմ մեղքի տակ ծախված, որ ես մարմնին եմ տեղ տալում, դրա համար պարտվում եմ, մարմնավոր եմ մեղքի տակ ծախված, քանզի ինչ որ կնեմ, չեմ ճանչնար, այլ չեմ ուզում, էդիոն խոսում եմ, չեմ ուզում ցանկանամ, մատկրոշտայում ցանկանում եմ, չէ թե ինչ որ կուզեմ զայն կնեմ, հապա ինչ որ կատեմ, մեղքն եմ չի ատում, զայն կնեմ, բայց եթե չուզածս կնեմ, հավանություն կտամ օրենքին, այդ սուրբ պատվիրանների օրենքին այն մարդ, որ սա բարի է, բայց ինչու չեմ կարում պահեմ, տերիս ինչ է կատարվում իմ մեջ, տագնապա, կռիվա, հիմա տեսնենք իշտ էր պատճառը, իսկ արդ ոչ թե ես կնեմ զանիկա, այդ մեղքը, որ գործում եմ, հապա մեղքը հին մարդը, հին բնությունը, որ իմ ներսիդին կբնակի, քանզի գիտեմ, որ իմ ներսիդին, այսինքն իմ մարմիս մեջ բարի բանը չի բնակվել, բացվավ, չէ աչքերն արդեն համոզվավ, երբ ուզես չանել սկսեց անել, հասկացավ, որ ինքը անունով է բարի, բայց գործերով այլանդակ է, ամեն, վերջում հասկացավ, որ անունով էլ բարի չէ, լետեց խաբել են իրեն։ Բարին իմ մեջ, քանզի գիտեմ, որ իմ ներսիդիս, այսինքն իմ մարմնիս մեջ, բարի բան չի բնակվեր, վասնզի այսի է իր ասայթակման կետը, կա մեծողություն, կա քովս բարին անելու, բայց չեմ կարում անեմ, բայց տեսեք արդեն, որ Կողոսացիներին անամակ գրում, ասում է, Աստված է, որ մեր մեջ կներգործե բարին անելու կամքը, միտքը, զորությունը և նա անգամ բարի կամքը աստ է վերագրում իրեն, բայց ընդ է բարի կամքը վերագրում Քրիստոսին, այ երբ դու մտածում ես, թե դու բարի միտք ունես անգամ, սայթակում ես, Տերը չի թողում մետոկոսով կողանաս իրա փառքը, դե հեսա, էսի է իրա սայթակման վերջի կետես էլ թողում է ու Քրիստոսը ակնում, քանզի ոչ թե բարին, որ կուզեմ զայն կնեմ, բարի բան, քանզի գիտեմ, որ իմ ներսիդիս, այսինքն իմ մարմնիս մեջ բարի բան չկա, չի բնակվել, վասնզի կա մեծողություն կա քովս բարին ի գործ դնելու, բայց չեմ կրնար, դե որ կարա, ուրեմն տերն ես խաբվե, բարի միտքը միայն կարա բարի Քրիստոսը տա, Սատանան ոչ բարի միտք ունի, ոչ էլ քո անձը, ոչ բարի գործ, ոչ էլ բարի ծրագիր, բայց ասում արի իրար հետ կոբրենք այդ կյանքը, հարի կարևորը խապեմ գլուխդ ուտեմ, դու էլ լսելով գնում ես ռռում ավրեց, ասում ես կանի զույգ կոշիկ եմ մաշեցրեմ, ինչև բերեմ կցեմ քեզ ես ցեխ, ամեն, ինչ բարի, որ բարի ես զզվում եմ քեզ կթողեի բարին ունես, արդեն ուշարինում, խեղդում ես տիղմի մեջ, ամեն, բարին միայն կարա Աստված ծրագրավորի և գործի,
Բարի բան մը չի բնակվի, վասնզի կամեցողություն կա քովս, բայց բարին ի գործ դնել չեմ կրնար։ Քանզի ոչ թե բարին որ կուզեմ զան կնեմ, հապա չարը որ չեմ ուզում զզվում եմ, նայում շնանում եմ չեմ ուզում, աշկա գնում եմ, զան կնեմ, իսկ եթե չուզածս բանը կնեմ, ալ ոչ թե ես կնեմ, հապա մեղքը, սատանան, որի մեջ թագավորում է, ու ես տեղյակ չեմ ու հիմա աչքերս բացվում, ամեն։ Ու դրա համար եմ ասում, ինչ խղճալի եմ եղել ես, Քրիստոս արի ես հրեշին վտարա, դու տեղը գրավի, ու դու իմ մեջից բարի միտքը կամքը ծրագիրը դու ու կատարի, ամեն։ Քանի չտեսնես եւ չհաղաքես, որ Քրիստոսը գա քո նման անառակ գողին, եսասերին, խաբեբային թաղի, դու կատարյալ սրբության մասին չխոսես, ոչ էլ մտածես, մեկա չես ասնելու։ Քանի չես զզվեք քեզանից ու դիմե բարերար Քրիստոսին, որ գա քո սիրտը փոխի, նոր սիրտ, նոր հոգի պարգևի քեզ, ամեն։ Դու հայել մեղքը կգործես, հայել կխաբես, հայել քո կեղտոտ այդ արդարությունը մաքուր կհամարես ու կմեռնես կգնաս դժոխք ու կրակելիչ։ Պարզա ու այսօրվա շատ նորեկ հավատացյալներ այսօրվա շատ կրոնավորներ այս կապանքի մեջ են։ Իսկ եթե չուզածս, չուզած բանս կնեմ, ալ ոչ թե ես կնեմ զանիկա, հապա մեղքը, որ իմ ներսիցից բնակված է։ Իսկ բարի կյանքը ինչ ասավ գաղատացիս երկուսում, ալ ոչ թե ես կապրեմ, հապա Քրիստոս։ Ճիշտ է։ Բարին Քրիստոսը կապրի, չար կյանքը դևը կապրի, մեղքի բնությամբ։ Ուստի ես կգտնեմ օրենքը, որ երբ բարին ընել կկամենամ, չարը քովս կկապնի, որտեվ իրա մասնագետ իրա դեսպանը անձը մեջս է, բայց երբ անձը էրանա էլ մոստերը, կամուրջները քանդված էլ չի կարա գործի։ Ուրեմն սատանան գործում է քոյին մարդու միջոցով, Քրիստոսը գործում է քո նոր մարդու միջոցով բարի գործեր անելու, են էլ չար գործեր անելու, ամեն։ Բայց ուրիշ օրենք մը կտեսնեմ իմ անդամներուս մեջ, որ իմ մտքիս օրենքի դեմ կպատերազմե եւ զիս գերի կնե մեղքի օրենքին, դա անձի օրենքն է, պարծանքի գործերի օրենքը։ Դրա համար Հիսուս այդ անձի պարծանքի գործերի օրենքից խաչվավ քեզ ազատեց, որ քո մեջ բերա հոգու կյանքի պատվիրանները պահող Սուրբ Հոգու զորության օրենք, ամեն, ալ ոչ թե դու ապա ինքը գա ու պատվիրանները պահի, որտեվ ինքնա պատվիրանը տվե ու միայն ինքը կարա քո մեջ պատվիրանները պահի։ Ինչ խղճալի մարդ եմ ես։ Ով պիտի ազատես իս այս մահկանացու մարմնին, արդեն ըստ ասма ինչ խղճալի եմ, չեն դասում ինչ են ուզում անեմ ես։ Թեր ինչ ես ուզում քոմար անեմ, ես գիտես ինչքան բան կարամ անեմ։ Ըստ ասма ինչ խղճալի եմ ես, ով կար անձի ազատես հրեշից։ Չգիտեի, որ ես անգամ իմ համար բարի բան չեմ կարա անի, հել ասում ար կարամ անեմ, են մյուսի համար կարամ անեմ։ Գոհություն Աստծո է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, ուրեմն ես ինքս մտքով Աստծոյ օրենքին կծառայեմ ու մարմնով, անձով մեղքի օրենքին, քանի այդ անձը չսատկի, որ այդքան պաշտպանում ու սիրում ես, դու սրբության հասնել ու փրկության հասնել չես կրնա, ամեն, ու չես կարես Ռոմի 8-ը արդեն մկրտվածի վիճակն է, արտիս դատապարտություն չկա Քրիստոսի սովևորներին, որոնք անձով չեն քայլում, մարմնավոր կերպով չեն գործում, ամեն, որտեղ Քրիստոս Հիսուսի կյանքի օգի օրենքը ինձ ազատեց մեղ եւ մահ բերող անձի օրենքից, ամեն։ Ու վերջում տեսեք ինչ ասում, բայց դու մարմնով չեք, ապա հոգիով, եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակված է, հարստուկ բնակված է, ուրեմն մեղ պիտի չգործես։ Իսկ եթե Քրիստոսը հոգին, իսկ եթե Քրիստոսի հոգին, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, անիկա անորը չէ։ Իսկ եթե քո մեջ է Քրիստոսը, ու եթե Քրիստոսը ձեր մեջ է, մարմինը մեռած է մեղքի համար, հոգին կենթանի է արդարության համար, ամեն, դե գնա քննա, որ մեղքի մեջ դու այդքան հարատևում ես, դու Քրիստոս արդեն կորցրած ես, մեղքի մեջ պիտի չհարատևես, 1, 2, 3 պիտի ազատագրվես, ամեն, գերաններ, ճուղեր, թփեր, փոշիներ, մեղքը պիտի չթագավորի քո մահկանացու մարմնի վրա, եթե թագավորում է, ուրեմն քո հին տերը գործում է, քո մեջ բնակվում է սատանան, խաբված ես դու, կեղծ քրիստոնյա ես, ամեն,
ինչպես ներնա լինելու կեղծ քրիստոնյա։ Ճիշտ է, անգիր գիրի ավետարան, բայց չի ապրում։ Քո հավատքը դիվային է։ Հավատքդ առանց գործերի է ու մեռած է, ինչպես մարմինը առանց հոգու է մեռած։ Ամեն։ Ուրեմն հասկացեք, ալ ոչ թե մենք, ապա Քրիստոսը պետք է ապրի։ Եթե դու մեղքի մեջ արատևում ես, Քրիստոսը չի գործում։ Քրիստոսը քո մեջ չի աճում։ Քրիստոսը չի սնվում, հարիտից գնանք։ Քրիստոսը չի շնչում, սնվում ու աճում։ Սա է։ Դե հիմա գնա արդեն կտենաս որ ժամանակդ վատնում ես, ժամանակդ ինտերնետի մեջ, սայթերի մեջ, բամբասանքների մեջ, ոչ թե չի սնվում Քրիստոսը ու աճում, ապա թույնում ես ամեն օր։ Թույնում, բարձր դոզայի թույնով, էլ ոնց դու փոխվես։ Սա է ինքը, սա ինձ անալիզի պատգամա, որ դու կարդաս, լսես, կասես ճիշտ է, հեսա իմ հիվանդության ախտը։ Ոչ սնում ես, դրան էլ միասին եղածը թույնով սպանում ես։ Ես աշխարհի աղբը համացանցից քաշելով եւ կոյուղաջուրը խառնելով սուրբ ջրամբարի ջրերին, ամեն։ Քեզնից էլ խմողն էլ մեռնում է։ Կանգնենք աղոթքի ու թո Տեր իրականից մեզի հանդիմանի, ժամանակը ծախու առնենք։ Այն որ իրականից գրում եմ, մեկ քուր ասավ, գրում եմ ChatGPT-ում ինչ կլինի, որ մարդը 6-ից 8 ժամ երախոսին տա։ Հիստերիկա դառնում, ներվային է դառնում, մոնքաղաղ է դառնում։ Հələ գրեք ինչ կլինի, որ 6 ամիս հեռախոս չվերցնի ձեռը։ Պատասխանը կտաքի ձեզի, անգամ այս սատանայի համացանցը քեզ կպատասխանի, որ դու մի գործի մարդ ես դառնում, կենտրոնում ես մի գործի վրա։ Իսկ հոգևորը քանի գործի վրա պիտի կենտրոնանա։ Երեք գրեցի ու այնքան ճիշտ բան ասեց, որ դու չես կարող կենտրոնանալ, վեշտի որ հեռախոսի մեջ ես դու, քարոզը, գիրքը թողում ես վազում ես հեռախոսը։ Տունը մաքրություն անում կինը, մեկ էլ դենքի գերի է, 5 րոպե հեռախոս ձեռը չել է։ Պիլասոս տանջատում վազի հեռախոսը։ Կալանավոր է դարձրել հեռախոսը շատ քուրերի եւ եղբայրների։ Ես կսկսեմ արդեն հանդիմանել, պատրաստվեք։ Փառք ես քանչելի հայր, փառք ես գովելի Տեր, պատիվ մեծություն, օրհնություն, փառաբանություն քեզ, ով Տերերի Տեր, թագավորների թագավոր, ով երկինք ու երկիր արարող ամենակարողը զորիմ Տերս, ազատագրե բոլորին այս ժամանակը վատնելու կապանքից, հեռախոսների կապանքից, համացանցային պղծություններից Տեր, որովհետև գոյուղաջուրը բերնում, խառնում են սուրբ ջրերի հետ եւ ապականում են, եւ իրենք են թունավորվում, եւ իրենց հետ շփվողներն են թունավորվում։ Խնդրում եմ քեզանից, Հիսուս ջան, օրորի մեզ փոխե, հին մարդն իր գործերով հանիր, հագցրու նորը, մեր ստեղծող Քրիստոս, քո պատկերի պես ճշմարիտ արդարությունով նորոգված։ Հիմա օրհնե Տեր հետագա ժամերն ու վայրկյանները, հետագա հոգսեր այս պատգամը թող կենքանի, հեղաշրջում կատարի, բոլորիս մեջ սքանչելի Տեր, որ օրորի ավելի լսվենք Սուրբ Հոգով, արժանանանք ապշտակությանը, փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։